Մարտի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի և նրա որդու Համբարձում Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը։ Հանրային մեղադրողը հարցաքննությունը սկսեց նոյեմբերի 1-ի կեսօրին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարցերով, մասնավորապես, թե ինչպես է Գառնիկ Ղազարյանը մոտեցել Ներսիսյանների տանը և ինչ զրույց են ունեցել։ Հարցաքննություններով ևս մեկ անգամ հերքվեց առաջադրված մեղադրանքը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այն ի սկզբանե շինծու է եղել և Ներսիսյանները շուրջ 5 ամիս գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նիստի ընթացքում փաստաբանական խումբը դատարանին ներկայացրեց նաև Գառնիկ Ղազարյանի գրավոր դիմումը, որով նա ըստ էության հերքում է նախկինում արած հայտարարությունը, թե Ներսիսյանները որևէ կերպ խոչընդոտել են քարոզարշավին։ Զանգահարել և ներկայացրել իրականություն, այս տեքստը կազմել իմ խոսքերից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ։ Ղազարյանը նշել է, որ չէր պատկերացնում, թե իրեն ոստիկանություն կկանչեն ցուցմունք տալու և գործը այսպիսի հնչեղություն կստանա։ Հիմնական դատալսումների ավարտից հետո փաստաբանական խումբը միջնորդություն ներկայացրեց տնային կալանքը վերացնելու վերաբերյալ, դատարանը սակայն այն թողեց անփոփոխ։ Ներսիսյանների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին ժամը 16-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։